Բարի երեկո ձեզ, սիրելի հայեր, քույրեր եւ եղբայրներ, Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի անունով շատ ուրախ եմ ձեզ բոլորիդ ողջունել։ Ես գտնվում եմ Ռուսաստանում, Փառք Տիրոջը, ամեն, ամեն, ամեն։ Սիրելիներս, եւ դուք ականատես եք լինում վերջին ժամանակներում այն կռվերին եւ այն մենամարտերին, որը լինում է Հայաստանում եւ եկեղեցու առաջնորդների դեմ են իշխանությունները, այսինքն այն իշխանությունները եւ իշխանությունների ստորադասերը, որոնք ուզեցել են ահաբեկչական գործողություններ կատարել։ Եվ սիրելիներս, դա ցավալի է, բայց պայքարը հանուն արդարության համար է եւ Աստծո խոսքը պահելու համար է, ոչ թե գիտեք ինչ, իշխանություն աթոռ պահելու համար է այստեղ խոսքը գնում։ Այդ անմխիթար վիճակում, սիրելիներս, եւ շատ հարցերի արկայության առաջանալուց ես սիրելիներս հիմա Ռուսաստանում եմ գտնվում եւ սիրելիներս այս հիանալի օրը եւ վերջին եկեղեցական մեր տոնը Վարդավառը, որը խորհրդանշում է ջրհեղեղը եւ սիրելիներս այն, որ սիրելիներս բոլոր մեղքերը սիրելիներս ինչպես ջուրն է մաքրում ամեն ինչ, այնպես էլ սիրելիներս դա խորհրդանշում է մեղքերը պետք է ձեզ թողնեն եւ դուք ունենաք միայն ճշմարիտ հավատք եւ այդ ճշմարիտ հավատքն է, որ ձեզ փրկում է ամեն ինչից։ Սիրելիներս, կլինեն միշտ հուդաներ ձեր կյանքում եւ ամեն մարդ, որը ձեզ կխանգարի, որպեսզի դուք հոգեվոր զարգացում ունենաք։ Ամենաառաջինը դուք ինքներդ եք ձեր թշնամին, նոր մնացածը։ Այն սուտ իրականությունը, սիմուլյացիա կարելի ասել, սիմուլյակրներ, որոնք կեղծ սցենարներ են այս կյանքում, որոնք ձեզ հուշում են, որ այս նյութական աշխարհով դուք կարող եք երջանիկ լինել, բայց սիրելիներս, դա սուտ է։ Եղեք Աստծո խոսքով հագեցած եւ դուք կփրկվեք, սիրելիներս, Աստված ձեր հետ։ Լավ կացեք։